Աշխարհի ֆոնդային շուկաները շաբաթը սկսեցին բարձր աճով, քանի որ ներդրողները ողջունեցին ԱՄՆ կառավարության փակման ավարտի հեռանկարը, որն այժմ արդեն 40 օր է փակ է։ Սենատում առաջընթացի սպասումների հիման վրա Nasdaq-ի ֆյուչերսները աճել են 1.2%-ով, մինչդեռ S&P 500-ը 0.7%-ով։ Դրական տրամադրություններին չնայած վերլուծաբանները զգուշացնում են շարունակական անկայունության մասին մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը։ Ոսկու գինը գերազանցել է 4.053 դոլարը մեկ ունցիայի համար, աճելով ավելի քան 1%-ով։ Սա պայմանավորված էր դաշնային պաուստային համակարգի կողմից դեկտեմբերին տոկոսադրույքները իջեցնելու սպասումների աճով, ինչպես նաև ԱՄՆ-ում թույլ տնտեսական տվյալներով։ Սպառողների վստահությունը հասել է 3.5 տարվա ամենացածր մակարդակին։ Ներդրողները փնտրում են անվտանգ ապաստարաններ աճող անորոշության պայմաններում։ Ֆունգ Վոնգ գերթայֆունը հարվածել է Ֆիլիպինների հյուսիսին, պատճառելով լուրջ վնասներ, 2 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, իսկ 1 միլիոնից ավելի բնակիչ տարանվել է։ Փոթորկին ուղեկցել են ուժեղ քամիները եւ ափա մերձալիքները։ Փրկարարական ծառայությունները աշխատում են շուրջօրյա։ Բիզնես Եվրոպը հայտնել է, որ եվրոպական ընկերությունների համար սակագների եւ ԱՄՆ-ի հետ առևտրային լարվածության բացասական ազդեցությունը 2026 թվականին կարող է կազմել ՀՆԱ-ի 0.5-ից 0.6%-ային կետ, համեմատած 2025 թվականի նվազագույն ազդեցության հետ։ Դոլարի ինդեքսը նվազել է մինչև 99.64, այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատը առաջ է քաշել կառավարությանը մինչև հունվար ֆինանսավորելու օրինագիծը։ Դոլարի անկումը աջակցել է զարգացող շուկաների արժույթներին։ Ճապոնիայի վարչապետի խորհրդական Տոկուի Աիդան ասել է, որ Ճապոնիայի բանկը պետք է զերծ մնա տոկոսադրույքները բարձրացնելուց դեկտեմբերին եւ սպասի առնվազն մինչև հունվար տնտեսության փխրունության պատճառով։ Մալայզիայի իշխանությունները հաստատել են, որ Լանգկավի կղզու մոտ ռոհինգյա փախստականներով նավակի խորտակումից հետո հայտնաբերվել է 11 մարմին։ Նավի վրա մոտ 70 մարդ է եղել, իսկ մյուսների ճակատագիրը մնում է անհայտ։ Հնդկաստանի մայրաքաղաքում տեղի ունեցել հազվագյուտ զանգվածային բողոքի ցույց, ցուցարարները պաստառներ են պահել «Մեր իրավունքները մաքուր օդն է» գրությամբ։ Օդի որակի ինդեքսը հասել է 345-ի, որը համարվում է շատ վատ։ Ինդոնեզիայի կառավարությունը պաշտոնապես ազգային հերոսի կոչում է շնորհել նախկին նախագահ Սուհարտոյին, չնայած մարդու իրավունքների պաշտպանների բողոքներին, որոնք քննադատում են նրա ռեժիմը մարդու իրավունքների խախտումների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարային հրավիրել է Սպիտակ տանը կայանալիք պաշտոնական հանդիպման։ Սա Սիրիայի նախագահի առաջին այցն է Միացյալ Նահանգներ Դամասկոսից տարիներ տևած մեկուսացումից հետո։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Սիրիայի մասնակցությունը իսլամական պետության դեմ պայքարող կոալիցիային, ինչպես նաև Կեսարի ակտով սահմանված պատժամիջոցների հնարավոր վերացումը։ Այս որոշումը համարվում է Վաշինգտոնի մերձավոր արևելյան քաղաքականության էական տեղաշարժ եւ Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման ուղղված քայլ։